Պարոն նախագահ, այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նախ ինչպես եք գնահատում այս տարիները առանց Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ներկայության, որտեղ այդուհանդերձ նրա գաղափարախոսությամբ շարունակվում են սերունդներ դաստիարակվել եւ Սասուն Միքայելյանը նշում է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին, խփեցին այնպես, ինչպես փորձում էին Նիկոլ Փաշինյանին խփել։ Ես չգիտեմ, որ մասով եմ արմնի մտածում այդպես խոսողը, անկախ անձնավորությունից, բայց անհնար է, ուղղակի իմ պատկերացումների, իմ մտածելակերպի մեջ անհնար է համեմատել երկու այդպիսի անձերի, երկու այդպիսի գործիչների։ Իսկ այո, Վազգենը ֆիզիկապես չկա, արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումները այսօր շատ մարդկանց մեջ է ապրում եւ վստահ եմ, որ այդ մոտեցումները, դիրքորոշումները շատ երկար դեռևս լինելու են մարդիկ, ովքեր ջերմությամբ կրելու են։ Նախագահ եւ վերջում մի հստակեցում հաշվի առնելով, որ փողոցային պայքարի մասին եւս խոսք է գնացել հայտարարության մեջ, արտաքին քաղաքական կոնսենսուսի պայմաններում, իշխանությանը աջակցելու պայմաններում, այդ գաղտնաձերծված նամակներ խնդրագրերի պայմաններում, ինչպես է գնահատում փողոցային պայքարի արդյունավետությունը, հնարավոր պայքարի արդյունավետությունը։ Ախր, գիտեք, եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք, կարող ենք ձեր ասածների վրա 10 պատճառ էլ բերել։ Իսկ եթե մենք ցանկություն ունենք գործելու, պետք է գործենք։ Այսինքն ով կարող է այսօր ասի հաջողելու է, թե չի հաջողելու։ Այդ մոտեցումը ինձ համար տարօրինակ է եւ անընդունելի։ Պարոն Սարգսյան եւ Թաթոյանի հայտարարությունների վերաբերյալ,